Բարև ձեզ։ Գիտեք, եթե հանրահաշիվը մի լեզու լիներ, ապա քառակուսային եռանդամը հաստատ կլիներ նրա ամենակարևոր արտահայտություններից մեկը։ Դե այսօր մենք հենց դրա մասին ենք խոսելու։ Կսովորենք, թե ինչպես են կարդալ, հասկանալ ու ամենակարևորը՝ կիրառել։ Սա ոնց որ մի դուր է բացում դեպի ավելի լուրջ մաթեմատիկա։ Գնացինք։ Լավ, բայց մինչև բուն թեմային անցնելը, եկեք մի պահ կանգ առնենք ու մի բան հիշենք։ Բազմանդամներ։ Հիշում եք, չէ՞ թե դրանք ինչ էին։ Այս հասկացությունը մեզ շատ է պետք գալու, այնպես որ մի արագ վերհիշենք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Պատկերացրեք, մի անդամը մաթեմատիկական լեգոյի մի կտոր է, օրինակ 5x կվադրատը։ Իսկ երբ մենք այդ կտորները միացնում ենք իրար պլյուսի կամ մինուսի նշաններով, մենք կառուցում ենք բազմանդամ։ Ահա այս պարզ գաղափարն էլ ընկած է մեր այսօրվա թեմայի հիմքում։ Շատ լավ։ Հիմա, երբ հիմքերն ամրացրինք, եկեք կենտրոնանանք բազմանդամների մի շատ կոնկրետ տեսակի վրա։ Մի տեսակի, որը անընդհատ հանդիպելու է ձեր ճանապարհին։ Եվ ահա, ծանոթացեք մեր օրվա գլխավոր հերոսի հետ. ax քառակուսի + bx + c։ Այս տեսքը լավ հիշեք, որովհետև դեռ շատ եք հանդիպելու։ Իսկ ինչու է կոչվում հենց քառակուսային եռանդամ? Շատ պարզ է։ Եռանդամ, որովհետև ունի 3 անդամ։ Տեսնում եք, ax քառակուսի, bx-ը եւ c-ն։ Իսկ քառակուսային, որովհետև x-ի ամենամեծ աստիճանը 2-ն է, այսինքն քառակուսի։ Ու մի շատ կարևոր պայման կա. ան երբեք չի կարող 0 լինել։ Ինչու՞։ Դե եթե 0 լինի, ax քառակուսինը կանհետանա, ու մենք էլ քառակուսային եռանդամ չենք ունենա։ Դե հիմա եկեք ավելի մոտիկից նայենք այս a, b եւ c տառերին։ Սրանք կարելի ասել մեր եռանդամի DNT-ն են։ A-ն ավագ գործակիցն է, նա է որոշում եռանդամի հիմնական բնավորությունը։ B-ն էլ իր դերն ունի, իսկ C-ն ազատ անդամը ցույց է տալիս, թե մեր գրաֆիկը որտեղ է հատում y-ների առանցքը։ Ինչպես տեսնում եք, յուրաքանչյուրը մի կարևոր գործ ունի։ Լավ, մենք արդեն գիտենք եռանդամի տեսքը, ճանաչում ենք նրա բոլոր մասերը, բայց ամենակարևոր հարցը՝ ինչպես աշխատել նրա հետ։ Դրա համար կա մի գաղտնի, բայց շատ հզոր բանալի։ Այդ բանալին կոչվում է տարբերիչ կամ, ինչպես հաճախ են ասում, դիսկրիմինանտ, ու նշանակվում է մեծ D տառով։ Իսկ նրա բանաձևը մի բան է, որ պետք է ուղղակի անգիր անել։ D-ն հավասար է b քառակուսի մինուս 4ac։ Ինչու է սա այդքան կարևոր։ Որովհետև առանց հավասարումը մինչև վերջ լուծելու, միայն այս բանաձևի պատասխանով մենք կարող ենք կանխատեսել, թե մեր եռանդամը քանի արմատ ունի։ 2, 1, թե ընդհանրապես չունի։ Զարմանալի է, չէ՞։ Անընդհատ խոսում ենք արմատների մասին, բայց եկեք խստակ սահմանենք, թե ինչ է դա իրականում նշանակում։ Պատկերացրեք, մենք փնտրում ենք x-ի մի կախարդական թիվ, որը եթե տեղադրենք մեր եռանդամի մեջ, ամբողջ արտահայտությունը կզրոյանա։ Այդ թիվը հենց արմատն է։ Այնպես որ, երբ ձեզ ասում են գտիր արմատները, իրականում ասում են լուծիր ax քառակուսի գումարած bx գումարած c հավասար է 0 հավասարումը։ Դե ինչ տեսությունը լավ բան է, բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում, երբ տեսնում ենք, թե ինչպես է այն աշխատում իրական օրինակներով։ Դե ինչ, եկեք մի պահ մեզ դետեկտիվի դերում պատկերացնենք։ Մեզ տրված է x քառակուսի մինուս 2x մինուս 4 բազմանանդամը և 3 կասկածյալ, 3 մինուս 1 ու 2 և 1 պլյուս կան 105։ Մեր խնդիրն է պարզել, թե սրանցից որն է իրական հանցագործը, այսինքն արմատը։ Մեր մեթոդը շատ պարզ է։ Հերթով ստուգում ենք բոլոր կասկածյալներին տեղադրելով x-ի փոխարեն։ Սկսեցինք 3-ից, տեղադրում ենք ու ստանում ենք -1, 0 է, ոչ, ուրեմն 3-ը արմատ չէ։ Հաջորդը -1,2, տեղադրում ենք, հաշվում, ստացվում է -0,16, էլի 0 չի, ուրեմն սա էլ մերը չէ։ Դե իսկ հիմա ամենահետաքրքիր մասը։ Տեղադրում ենք 1 պլյուս կանդրիկատ քեռարետ հարը։ Մի քանի հաշվարկ ու բինգո, ստանում ենք 0։ Ահա սա է հենց այն արմատը, որը մենք փնտրում էինք։ Գործը բացահայտված է։ Լավ, տեսական մասն անցանք, օրինակը քննարկեցինք, կարծում եմ ժամանակն է, որ ինքներս մեր ուժերը փորձենք, լուծելով մի քանի վարժություն հենց դասագրքից։ Սա հիանալի վարժություն է, ստուգելու համար, թե որքան ուշադիր էինք։ Տրված է x քառակուսի + 5x + 7 եռանդամը։ Լավ մտածեք, որոնք են a-ն, b-ն և c-ն այստեղ։ Ահա եւ պատասխանը։ Ուշադրություն դարձրեք մի շատ տարածված սխալի վրա։ Երբ x քառակուսի ու դիմաց ոչ մի թիվ գրված չէ, դա չի նշանակում, որ a-ն 0 է։ Դա նշանակում է, որ այն 1 է։ B-ն, ինչպես տեսնում եք, 5 է, իսկ c-ն 7։ Այսքան բան։ Շատ լավ։ Իսկ հիմա եկեք հակառակն անենք։ Պատկերացրեք, մեզ տվել են գործակիցները։ Կարող ենք արդյոք մենք վերականգնել, այսպես ասած, հանցանքի պատկերը,
սկզբնական եռանդամը։ Այս գործընթացը շատ պարզ է։ Առաջին քայլով վերցնում ենք մեր շաբլոնը ax քառակուսի գումարած bx գումարած c։ Երկրորդ քայլ ուղղակի կատարում ենք տեղադրումները։ a-ի փոխարեն դնում ենք -1, b-ի փոխարեն 2, c-ի փոխարեն -3։ Եվ երրորդ վերջին քայլով ուղղակի մի քիչ գեղեցկացնում ենք տեսքը, պարզեցնում ենք ու ստանում -x քառակուսի գումարած 2x գումարած -3։ Ահա եւ մեր պատրաստի եռանդամը։ Դե ինչ, կարծում եմ բամակարին լուրջ աշխատանք կատարեցինք։ Եկեք շատ արագ ամփոփենք, թե ինչ սովորեցինք այսօր։ Այսպիսով, ո՞րն է այն ամենակարևորը, որ պետք է հիշել այսօրվանից։ Առաջին ax քառակուսի + bx + c տեսքը, երկրորդ AB եւ C գործակիցներին ճանաչելու կարողությունը, երրորդ մեր կախարդական բանաձևը դեն հավասար է b քառակուսի -4ac, եւ վերջապես այն գաղափարը, որ արմատ է այն թիվն է, որը ամբողջ արտահայտությունը դարձնում է 0։ Այս 4 կետերը ձեր ամուր հիմքն են։ Եվ վերջում, մի հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Մենք ասացինք, որ տարբերիչը կանխատեսում է արմատների քանակը։ Լավ, բայց ինչ կլինի, եթե այն բացասական թիվ ստացվի։ Ինչպես կարող է արմատների քանակը բացասական լինել։ Արդյոք դա նշանակում է, որ արմատներ ընդհանրապես չկան։ Ահա այս հետաքրքիր հարցի պատասխանը մենք միասին կփնտրենք մեր հաջորդ հանդիպմանը։ Մինչ նոր հանդիպում։